Երբ զորակոչվում ես Ղարաբաղ, երբ զորակոչվում էինք Ղարաբաղ, առաջին բանը, որ ցածկում ու կարճում էր կոկորտիցը, դա լեզվի պատնեշն էր։ Քանի որ շատ հաճախ Ղարաբաղյան բարբառը, Ղարաբաղերենը մեր սովորած հայերեն լեզվի հետ ոչ մի ընդհանրություն չուներ։ Կարևոր վեկտոր էր, քանի որ պիտի հրամաններ կատարեիր։ Ու հանդուրժելու հետ հավերժական կոնֆլիկտի մեջ ապրող վերսպաները համարում էին, որ հրամանը չես կատարում։ Առանց վարկյան անգամ մտերի ծայրով անցկացնելու, թե գուցեև չես հասկանում։ Մի օրինակ բերեմ։ Առաջին օրս էր։ Շարված ենք շարահրապարակում, մի ազդեցիկ սպա, իր ազդեցիկ ձայնով, հադրուց ծառայց աղբերներ գովա։ Ենթադրեցի, որ բարկանում էր։ Են բազմահարկ հայհոյանքները միջից հանում են։ Ով Ղարաբաղը ծառայել կհասկանա, ով էլ չէ թող փորձի։ Սինչարա, ու թանապաջամով իրի կինաս, իրար կլոխլի տարած, սիգարետ է կշիս, է սինչա։ Բա… Ուտեր միատ չը։ Են ոտանավորով գիտի, գնդակ թրիվերի չիվար, չալոն մնա զարմաց։ Ղարաբաղերենով ստացում էր։ Թոպ պրսրաստի էր կշաստիվել, չալոն մնա լեհանդի վենեկացած։ Ծիծաղելի բաներ շատ էին լինում, բայց բնականաբար թաքուն էին ծիծաղում։ Ես էլ ինձ խելոք չէի պահում։ Բաներ կար չէի հասկանում։ Ու փոխանակ հարցնեի, թե ինչ է նշանակում, տրվում է երևակայությանս ու ստեղծագործում։ Ճողոպուր, լսել եք։ Կարայ չէ, հասարակ մահկանացուների պես հարցնել, թե դա ինչ է նշանակում։ Բայց չէ, ես ինքս։ Ենթադրել էի, որ ճողոպուրը ճողոպրելու հետ կապ ունի։ Ու իշտ է լավ ճողոպրում, նապաստակը։ Հայ, մի երկար ժամանակահատված համոզված էի, որ ճողոպուրը նապաստակն է։ Հետո պարզվեց, որ դա ընդամենը պոպոքն էր։ Մի տեսակ հիասթափեցնող է, քանի որ ճողոպրող նապաստակի պատկերն ավելի գլամուր էր։